Բարի օր ժողովուրդ ջան, սիրելիներս, այսօր իմ հետևորդներից շատ-շատերը խնդրել են, որ պատրաստեմ կլոր գաթա։ Հիմա ձեզ ուզում եմ ցուցադրեմ, ոնց եմ սկսելու պատրաստումը։ Ուրեմն ունեմ 200 միլիգրամ կաթ, գոլ, 200 միլիգրամ ջուր, նույնպես գոլ։ Ասել եմ խմորիչը, սիրելիներս, եւ 2 ճաշի կտալ պեսոկ։ Մի քիչ եմ ավելացրել պեսոկը։ Պեսոկը շաքարավազը։ Հիմա մի լավ կխառնեմ, սիրելի հետևորդներ ջան, հետո կավելացնեմ ալուրը։ Լցնում եմ 3 լավ այսպիսի մի, ասենք ճաշի կտալ ալուր։ Հիմա ալուրն էլ խառնում եմ, հետո ավելացնում եմ ոչինչ, սպասում եմ հաջորդ։ Դա խառնելուց հետո հիմա կթողնեմ 30 րոպե, որ խմորիչը իր գործողությունը կատարի, դրանից հետո կբացեմ, հիմա կծածկեմ սրբիչով, կդնեմ մի կողմ, 30 րոպե հետո նորից կմիանամ ձեզ սիրելիներս։ Անցավ մեր 30 րոպեն, նայեք տեսեք մեր խմորիչը լավ աշխատել է, արդեն բարձրացել է, հիմա պետք է շարունակենք։ Պետք է լցնենք նորից 50 գրամ շաքարավազ, լցնում ենք 200 գրամ կարակ մի քիչ թուլացրած, հալեցրած, 3 ծու, 1 հատ վանիլին։ Շաքարավազը, 3 հատ ծու և 200 գրամ հալեցրած կարակ։ Հիմա մի լավ կխառնեմ ու հետո կավելացնեմ ալուրը։ Ալուրը սիրելիներս պետք է ավելացնեք ձեր ձեռքի, տակ պետք է տեսնեք խմորը, ինչպիսի տեսք ունի, ինչպիսի խմոր է, ձեռքերով պետք է զգաք, պետք է տեսնեք ոչ շատ փափուկ լինի, ոչ էլ շատ պինդ լինի, այդ արդեն դուք պետք է զգաք, բայց սկզբի համար վերցնում եմ քիչ 700 գրամ, սկզբի համար կվերցնեմ 700 գրամ ալուր։ Սիրելիներս, արդեն ալուրը գցել եմ, երևի արդեն դա մի կիլո ալուր եմ գցել, հիշեցնեմ ձեզ, որ պետք է լինի չկպչող խմոր, ոչ շատ պինդ, ոչ շատ փափուկ, բայց իմ մոտ հələ կպչող խմոր է, պետք է հələ աշխատեմ, ալուր պետք է ավելացնեմ, հիմա փորձենք, տեսնենք բավական է, թե ոչ, վերջացրեցինք, դուք ձեր ձեռքի տակ պետք է զգաք արդեն, խմորը կպչուն է, թե ոչ, գեղեցիկ, սիրուն, փափուկ խմոր ստացվեց, վերջ, հիմա թողնում ենք սիրելիներս հանգստանա, երբ որ արդեն խմորը կհասունանա, արդեն կգա թխելու պրոցեսը։ Ընթացքում ես կպատրաստեմ մի քիչ հետո, արդեն խորիզը կվերջացնեմ, որ պատրաստ լինի սիրելի հետևորդներ։ Հանգստացեք դուք էլ, ես էլ, խմորն էլ։ Սիրելի հետևորդներ ջան։ Ժողովուրդ ջան, նայեք, հիմա ես ալուրը, ընդհանրապես այս գաթայի ալուրը, եթե այս գաթան եմ պատրաստում, ուրեմն ալուրը պետք է բովեմ, ոսկեագույն դարձնեմ, որովհետև տենց ավելի համեղ անձի այդպես է դուր գալիս, եթե դուք չեք ուզում, մի բովեք, բայց ես բովում եմ։ Սիրելիներս, մի անուշ համեղ գաթա է լինելու, հիմա կկիսվեմ վերջում ձեր հետ, բայց չեմ կարող ձեզ հյուրասիրել, ընտանիքիս հետ, անուշ կնստենք, մի բաժակ սուրճի հետ, անուշ կանենք։ Վերցնելու եմ 200 գրամ հալած յուղ, այ այն յուղը, որ հալել եմ հիշում եք, չէ, այ այդ յուղից 200 գրամ վերցնելու եմ սիրելիներս։
ինչպես ասեցի, վերցրել եմ 200 գրամ հալած յուղ, տնական և 150 գրամ շաքարավազ, մենք շատ քաղցրին այդքան չենք վրա տալիս ժողովուրդ ջան, որովհետև մի քիչ խուսափում ենք քաղցրից։ Հիմա ես միլա պետք է խառնեմ, որպեսզի դառնա միասեր զանգված, շաքարավազն ու յուղը իրար հետ մերվեն։ Յուղը մերվեց շաքարավազի հետ, հիմա լցնում եմ ալուրը։ Տեսեք ալուրի գույնը, սիրելիներս, ինչպես խոստացել էի, բոված, սիրուն անուշ հոտով ալուր։ Սիրելիներս, խորիզը արդեն պատրաստ է, հիմա պետք է գցեմ մեկ հատ վանիլին մեջը, ուշ եմ գցում, որպեսզի վանիլինը իր համն ու հոտը պահպանի, սիրելի ժողովուրդ ջան։ Մեր խմորը արդեն եղավ, հասունացավ խմորը, հիմա պատրաստելու եմ, անելու եմ 4 գունդ, 4 մասի եմ բաժանելու, գնդերը վերջացնելուց հետո, որ խորիզը լցնեմ մեջը, թողելու եմ նորից 15-ից 20 րոպե հանգստանա, հետո արդեն կսկսեմ թխելը ու ձեզ կցուցադրեմ։ Սիրելիներս, ես վերցնում եմ այս չափի գնդեր, դուք ուզում եք մեծ վերցրեք, եթե չէ, ուրեմն փոքրը վերցրեք։ Հիմա շուտ կտամ, այստեղ, մի քիչ գունդը կբացեմ, հետո կլցնեմ խորիզը։ Մեր խորիզը այսպիսի տեսք է ստացել, սիրելիներս։ Բոված ալուրով։ Երկու այսպիսի բուռ եմ վերցրել։ Հիմա սիրելիներս կդնենք մի քիչ հասունանա, այսպես։ Հիմա կսեմ ձուն, հետո մի քիչ ձևավորենք, Սիրելիներս, արդեն պատրաստ է, պետք է դնեմ գազօջախի մեջ։ Ուրեմն արել եմ 180 աստիճան, վերև ներքև։ Սիրելիներս, հիմա 3 հատ էլ ունենք հələ պատրաստելու։ Կպատրաստեմ, վերջում կսարի, կկտրեմ ու սուրճի հետ կվայելենք անուշ։ Դե սիրելի հետևորդներ ջան, տեսեք իմ գեղեցկուհիները, 4 գեղեցկուհիները, ինչ կասեք, ոնց կգնահատեք իմ այսօրվա աշխատանքը։ Հիմա կտրեմ ձեր ներկայությամբ։ Նայեք իմ բոված ալուրը, որ բովել եմ, տեսեք ինչքան գեղեցիկ խորիզը իրար կպած, տեսեք ինչքան փափուկ է, ինչքան, չեմ, ափսոս, որ դուք էստեղ չեք, որ տեսնեք, գնահատեք, հիմա համնել կփորձեմ սիրելիներս ու ձեզ կասեմ, հիմա փորձում եմ։ Անմահական սիրելիներս, ինչ ասեմ, չգիտեմ ինչ ձև գնահատեմ, թողում եմ գնահատական ձեր վրա, դուք գնահատեք սիրելիներս, ժողովուրդ ջան, համեղ, անմահական, ամեն ինչը տեղին, ինչ որ գցել եմ իրա մեջ, ամեն ինչի համը առանցին գալիս է սիրելի ժողովուրդ։ Հիմա մենք որոշել ենք արդեն, հիմա որ ձեր հետ վերջացնեմ խոսակցությունը, նստելու ենք ընտանիքով բոլորս միասին վայելենք մեր երեկոյան սուրճը։ Մեզ մնում է հետևել, հավանել, տարածել, որպեսզի Ռոզատատիկը միշտ այսպես սիրուն, համեղ ուտեստներ պատրաստի թխվածքներ, որ դուք ուտեք,
Անուշ անեք, մենք էլ այստեղ անուշ։ Սիրում եմ ձեզ, իմ սիրելիներ։ Մինչ նոր հանդիպում։